Տիկին Չալիկյան մեկ շաբաթից ավելի է հետևում ենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սրված հարաբերություններին։ Գիտենք, որ Հնդկաստանի Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար Նյու Դելին մեղադրում է Պակիստանին եւ հաղորդվում է նաեւ, որ մի քանի օր է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև սահմանին զորքերի կուտակումներ կան, կրակոցներ են հնչում։ Այս ահաբեկչությունից մեկ շաբաթ է անցել եւ կարելի է ասել, որ աշխարհը շունչը պահած սպասում է, թե արդյոք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև տեղի կունենա պատերազմ, միջուկային այս երկու տերությունները իսկապես մեծ պատերազմի շեմին են, այս սրված հարաբերությունները կարող են վերաճել պատերազմի։ Նախ ասեմ, որ քանի որ Հնդկաստանը մեր բարեկամ երկիրն է, առաջին հերթին մենք շատ խորը ցավով ենք նայում նրան, ինչ որ տեղի ունենում այդ երկրում, որովհետև եւ արտաքին գործերի նախարարությունը նույնպես ցավացական հեռագիր էր եղել, նախ սկսեմ դրանից։ Նշեմ, որ իհարկե Պակիստան-Հնդկաստան այս կոնֆլիկտը դա նոր կոնֆլիկտ չէ, դա սկիզբ է առել 1947 թվականից եւ բարբերաբար նույնիսկ մի քանի պատերազմներ է եղել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հենց Կաշմիրի խնդրի շուրջ։ Ասեմ նաև, որ ամեն անգամ այս էսկալացիաները եւ պատերազմները ի վերջո Հնդկաստանի օգտին են լուծվել, օրինակ 71 թվականին դրա արդյունքը եղավ այն, որ Բանգլադեշ պետությունը անկախացավ եւ դարձավ անկախ միավոր եւ վերջերս 2009 թվականին էր նման էսկալացիա, որը նույնպես բավականին սուր այսպես փոխհրաձգություններ էին եւ նորից կար այս միջուկային պատերազմի վտանգը մեդիան շատ էր շահարկում, սակայն տարբեր միջադեպեր այսպես պարբերաբար լինում են երկու երկրների միջև։ Նշեմ, որ այս տերորիստական ակտը, որը 26 հոգու կյանք խլեց, ինքը հատուկ տեղեր ունեցել Հնդկաստանի կողմից վերահսկվող Կաշմիրի տարածքում, որովհետև կա եւ Պակիստանի կողմից եւ Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից վերահսկվող տարածքներ եւ այդ 26 հոգին նրանք տեղական տուրիստներ էին, հնդիկ տուրիստներ էին, որոնք տարբեր նահանգներից էին այդտեղ ուղղակի գնացել են որպես տուրիստական այցի, եւ բավականին այդ կադրերը շատ մեծ տարածում գտան Հնդկաստանում ու շատ լուրջ եւ շատ մեծ կարծես թե պահանջ կա Հնդկաստանի հասարակության կողմից, ոչ միայն վարչապետ Մոդին խոսեց այս մասին շատ լուրջ եւ շատ կտրուկ արտահայտություններով, այլև Հնդկաստանում ընդհանուր առմամբ շատ մեծ բողոքի ալիք է, այդ տուրիստները տարբեր նահանգներից էին։ Ինչպես դուք արդեն նշեցիք, Հնդկաստանը հայտնել է, որ սա ըստ իր դերակցությունների Պակիստանի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորման գործ է, չնայած նրան, որ Պակիստանը այս ամենը հերքել է, նախկինում նույնպես նմանատիպ իրավիճակ է եղել, երբ որ նրանք հերքել են, սակայն հենց նախկին միջադեպը, եթե հիշենք, Հնդկաստանը ասաց, որ նա հարվածներ կհասցնի Պակիստանի եւ այդպես էր արեց, որից հետո հաջորդեց Պակիստանի հարվածները, ոչ թե հենց Հնդկաստանի բուն հատվածում, այլ Հնդկաստանի կողմից էլի վերահսկվող Կաշմիրի տարածքում։ Դրանից հետո իհարկե բանը չհասավ միջուկային պատերազմի եւ սա շատ լուրջ այսպես ասած կարմիր գիծ է, որ դեռևս ոչ մի անգամ չի հատվել այս բնականաբար այս կոնֆլիկտի շրջանակներում եւ հուսանք այս անգամ նույնպես բան դրան չի հասնի։ Նշեմ, որ երկու երկրներն ունեն գրեթե իրար մոտ հավասար քանակի միջուկային զենքեր, մարտագլխիկներ եւ զարգացնում են շատ մեծ թափով իրենց երկու երկրներն էլ իրենց միջուկային կարողությունները։ Պակիստանը շատ ավելի արագ է զարգացնում ըստ էության, քան Հնդկաստանը, բայց Հնդկաստանում նույնպես բավականին մեծ կարևորություն է տրվում դրան եւ տեսանք, որ Հնդկաստանի վարչապետը ասաց, որ երկար չի սպասի այս պատասխան հարվածը, նա նաեւ չեղյալ համարեց մի շատ կարևոր պայմանագիր, որը վերաբերում է ջրային ռեսուրսներին, այդ պայմանագիրը շատ երկար ժամանակ գործել է եւ այս պատերազմների եւ
կոնֆլիկտների արդյունքում երբեք վտանգի չի ենթարկվել այդ ջրային ռեսուրսների խնդիրը չի բարձրացրվել այսպես ինչպես ներկայումս է, բայց նրանք միանգամից շատ արագ այս պայմանագիրը չեղյալ համարեցին, իսկ երբ մենք նայում ենք ջրային ռեսուրսների կարևորությանը, ըստ էության մեր համար էլ է շատ կարևոր հասկանալ, թե ինչ նշանակություն ունի ջրային ռեսուրսը ընդհանրապես կոնֆլիկտի մեջ եւ աշխարհում Հնդկաստանը ինքը այն երկիրն է upstream country, այսինքն որտեղից գետերը գնում են դեպի Պակիստան եւ եթե նա փակում է ըստ էության եթե կարողանա փակի, սա ուրիշ հարց է իհարկե քննարկման, բայց ամբողջ իմաստը այն է, որ եթե նա նվազեցնի կամ դադարեցնի որոշակի ջրային ռեսուրսների հոսք դեպի Պակիստան, մոտ Պակիստանի 80%-ը գյուղատնտեսության վնաս կկրի, իսկ սա շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել այդ երկրում, այդ պատճառով Պակիստանի ղեկավարությունը ասաց, որ այս պայմանագրի չեղարկումը կարող են դիտարկել որպես պատերազմի նախանշան եւ act of war, այսինքն պատերազմի տանող իրավիճակ։ Ամեն դեպքում շատ անկանխատեսելի կարող է զարգացումները լինել, երբ երկրները հակամարտում են եւ ունեն միջուկային զենք, սա միշտ կարող է բերել որևէ թեկուզ եւ չնախապես ծրագրված միջուկային որևէ վտանգի, որովհետեւ օրինակ երբ նայում ենք եւ Հնդկաստանի եւ Պակիստանի միջուկային դոկտրիններին, տեսնում ենք, որ Հնդկաստանը ունի շատ կարևոր կետ, որը այլ երկրներ նույնպես ունեն, որ նա առաջին հարվածը չի հասցնելու, այսինքն միջուկային զենքով առաջին հարված չհասցնելու մասին կետ ունի, իսկ Պակիստանը այս կետը չունի եւ Պակիստանը կարող է մեկնաբանել, որ եթե այն դեպքում, եթե իմ երկրին էքզիստենցիալ, այսինքն գոյաբանական վտանգ սպառնա, ես իրավունք ունեմ այդ զենքը օգտագործել միջուկայինը։ Հուսանք, որ բանը դրան չի հասնի։ Հա, հիմա երկու կողմերից էլ հայտարարությունները բավական ռազմատենչ են, օրինակ Պակիստանի պաշտպանության նախարարը, եթե չեմ սխալվում, երեկ էր, որ հայտարարում էր, պատերազմը կարող է սկսել առաջիկա 2-ից 4 օրվա ընթացքում։ Այսօր Այո, այս հայտարարությունները ինչի մասին են վկայում, իսկապես վկայում են, որ միջուկային այս տերությունները, միջուկային զենքեր ունեցող այս պետությունները ի վերջո, այո, կարող են ցանկացած պահի պատերազմ սկսել։ Խնդիրը նա է, որ ինչպես ասացի նախորդ անգամ հենց այդպես էլ եղել է, ոչ միջուկային պատերազմ, բայց արձագանքել է Հնդկաստանը ամենայն հավանականությամբ եւ ես երեք նաեւ խոսում էի մեր գործընկերների հետ, ապրի Արմենիայով մենք կապեր ենք հաստատում Հնդկաստանի ուղեղային կենտրոնների եւ փորձագետների հետ եւ բնականաբար հաճախ կապի մեջ ենք լինում եւ իրանցից շատերը կանխատեսում են, որ իսկապես Հնդկաստանը կհասցնի որևէ հարված, իհարկե միջուկայինի մասին առայժմ խոսք չկա, որովհետև դրա կարիքը չեմ կարծում, որ կա հենց միանգամից այդ կարգի քայլին գնալու եւ իրավիճակը այդպեսին չէ այս պահին։ Եվ նրանց գնահատմամբ ասացին, որ շատ հավանական է, որ քայլ առ քայլ դեպի էսկալացիա գնա, այսինքն կարող է Հնդկաստանը որոշակի գործողություններ ձեռնարկել Պակիստանի երկրի ներսում եւ դրանք հետագայում ավելի պատասխան հարված հասցնի Պակիստանը իր կողմից, որը էլի կարող է տանել էսկալացիայի, բայց այս դեպքում նրանք միշտ նշում են, որ Հնդկաստանը շատ ավելի ուժեղ է, քան Պակիստանը, եւ դա փաստ է, եւ ռազմական առումով իրենց բանակի քանակով մի քանի անգամ ավելին են եւ ռեզերվային ուժերի եւ 1.4 միլիարդ բնակչությունը 350 միլիոն բնակչության այս հարաբերակցությունը նույնպես բավականին Հնդկաստանի կողմն է եւ նրանց կանխատեսումներով այո առաջիկա ամիսները եւ չեն կարող ասել ինչքան ժամանակ այս լարվածությունը դեռևս կշարունակվի, ամեն դեպքում նրանք ասում են, որ հավանական չեն համարում, որ Հնդկաստանը ոչինչ չի անի, հաշվի առնելով կառավարության դիրքորոշումը, բնակչության ընդհանուր առմամբ այս տրամադրվածությունը եւ այն հայտարարությունները, որը դուք արդեն նշեցիք։ Տիկին Չալիկյան, ինչպես կազդի հնարավոր այդ պատերազմը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև Հայաստանի վրա։ Սկսեմ նրանից, որ Հնդկաստանը շատ կարևոր գործիքեր է Հայաստանի համար, բոլորս գիտենք, որ
հատկապես ռազմական ոլորտում Հնդկաստանը այսօր ամենախոշոր զենքի մատակարարն է Հայաստանին եւ սա բավականին լուրջ թվեր են եւ լուրջ զարգացումներ են այս վերջի տարիների ընթացքում արդյոք դա կազդի Հնդկաստանի կողմից Հայաստանի մատակարարվող զենքի վրա ես դա չեմ կարծում որովհետեւ Հնդկաստանի ռազմարդյունաբերությունը բավականին մեծ քանակի ռազմատեխնիկա արտադրելու ունակ երկիր է եւ քանակով եւ արագությամբ իրանք չեմ կարծում որ այդտեղ որևէ խնդիր լինի եւ այս ամենը դրա վրա ազդի նույնիսկ եթե լինի պատերազմ որտեղ նրանք ստիպված լինեն իրենց արտադրության զենքերը կիրառել, այնուամենայնիվ շատ բարդ է ինչ որ իրավիճակներ կանխատեսելը այս պահին, եթե լինի ուղղակի նմանատիպ իրավիճակ ինչ որ 2019 թվականին էր, չեմ կարծում, որ մեր վրա որևէ ուղիղ ազդեցություն ունենա։ Իհարկե հետագայում, եթե այս կոնֆլիկտի արդյունքում, ինչպես նախորդ կոնֆլիկտների արդյունքում, երբ Հնդկաստանի կողմները առավելությունը ավարտվի այնպես, որ Հնդկաստանը շահի շատ ավելին, քան կորցնի այս կոնֆլիկտի արդյունքում, դա կնշանակի, որ Հնդկաստան երկիրը ինքը շատ ավելի ուժեղ կլինի եւ ավելի մեծ հավակնություններ կունենա հետագայում իր տարածաշրջանից դուրս նաեւ իր ազդեցության գոտիները մեծացնելու, ինչը բնականաբար ելի դրական ազդեցություն կունենա հայ-հնդկական հարաբերությունների վրա, քանի որ մենք հստակ շատ պաշտպանում ենք Հնդկաստանի կողմը եւ այս հարաբերությունները զարգացնելու քաղաքականությունը բավականին հետեւողական վարվում է բայց այդքան հեռու գնալու համար այս պահին մի քիչ շատ տվյալներ չունենք, որպեսզի ասենք, որ այսպես կլինի կամ այնպես կլինի, նաև հաշվի առնելով, որ Չինաստանը բավականին լուրջ պաշտպանում է Պակիստանին, ամենալուրջ գործընկերն է Պակիստանի եւ Չինաստանի, Հնդկաստանի հարաբերակցությունը հօգուտ Չինաստանի է եւ հուսամ, որ այս պատերազմական իրավիճակի չի վերածվի եւ ավելի լուրջ մեծ մասշտաբների չի հասնի այս խնդիրը։ Տիկին Չալիկյան, դուք ռազմական գործակցությունից խոսեցիք, գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը մեծ հետաքրքրվածություն է դրսևորել հնդկական սպառազինության նկատմամբ եւ թե հայկական, թե մասնավորապես հնդկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ Հայաստանը ձեռք է բերել այս կամ այն զինատեսակը, դրանք շատ են, ես չթվարկեմ դրանք, այդուհանդերձ դուք ինչ տեղեկություններ ունեք, Հայաստանը ինչ զինատեսակներ է արդեն ստացել Այս մասին չկան շատ հստակ եւ ստույգ տվյալներ, թե այն ամենը ինչ որ կնքվել է, տեղի ունեցել մի քանի տարիների ընթացքում եւ ես ինչքան գիտեմ, դրա մի մասը արդեն իսկ փոխանցվել է Հայաստանին, բայց թե ինչ տոկոս եւ ինչ քանակի դա հայտնի չի։ Գիտենք, որ հրթիռային համակարգեր, տանկային համակարգեր, պինակա ոչ խրթիռներ են եւ ինչպես ասում են նաև դրոնային որոշակի տեխնոլոգիաներ այս պայմանագրերի մեջ մտնում եւ այստեղ կարեւոր է նաև նշել, որ սա հնդկական արտադրության զենք է հիմնականում, կարծեմ մեծ մասը հենց հնդկական արտադրության է, որը իդեպ առաջին խոշոր գնորդն է Հայաստանը հնդկական զենքի եւ առ այսօր այն համարվում է բավականին լավ տեխնիկապես, բայց ոչ միտեղ դեռևս փորձարկված չի եղել այս տեխնիկան եւ այս Հնդկաստանի արտադրած զինատեսակները։ Մի կարևոր բան էլ նշեմ, որ հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը նաեւ ինչպես նշեցիք Արցախյան պատերազմից հետո էր ավելի շատ թափ ստանում որտեղ առաջին անգամ Պակիստանը հանդես եկավ որպես Ադրբեջանի աջակից եւ սա այս տարածաշրջանում աննախադեպ երևույթ էր բնական է որ Հնդկաստանի ուշադրությունը սա նույնպես գրավեց երբ խոսում ենք այն մասին որ Հնդկաստան, Ադրբեջան եւ Պակիստան այս երեք երկրների մեջ կա շատ լուրջ համագործակցություն ռազմական, ռազմատեխնիկական, քաղաքական սա նույնպես շատ հետաքրքրում է միշտ հնդիկներին եւ այս երբ մենք իրենց հարցնում ենք ինչն է հիմնական ռազմավարական շարժառիթը Հայաստանի հետ ունենալ այսպիսի հարաբերություններ, որ նախկինում չի եղել իդեպ, նրանք մի քանի
կարևոր ֆակտոր են բերում, որից մեկը հենց Պակիստանի ներգրավվածությունն է։ Եթե կարելի է մի փոքր կարևոր բան էլ կուզեի ասել, միշտ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտպանել են Պակիստանի դիրքորոշումը Քաշմիրի հարցի շուրջ եւ միշտ ՀԱԿ-ը հնդկական հայտարարություններով են հանդես եկել ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում միշտ պաշտպանել են Պակիստանին։ Ինչն է հետաքրքիր, մենք նայում ենք, որ այս վերջի տարիներին Ադրբեջանը շատ խիստ քննադատության է իրեն ենթարկել Հնդկաստանին, Հայաստանին զերք մատակարարելու համար եւ այդպիսի հայտարարություններով է հանդես եկել, որ դուք էսկալացիա եք անում տարածաշրջանում եւ որ մենք պատասխան քայլերի կդիմենք եւ այլն եւ այլն, բայց այս վերջի շրջանում մենք տեսնում ենք կարծես թե որոշակի փոփոխություն Ադրբեջանի կողմից այս հարցում եւ երբ բոլորովին վերջերս Պակիստանի վարչապետը այցելեց Բաքու եւ Պակիստանի վարչապետը բնականաբար խոսեց Կաշմիրի մասին, բայց հետաքրքիր է, որ Ալիևը այս անգամ այդ շեշտադրումներով հանդես չեկավ։ Նրանք կարծես թե իրենց մարտավարության մեջ փորձում են մի փոքր ավելի սիրաշահեն Հնդկաստանին, կարող ենք այսպես ասել, այս դրան պետք է շատ զգուշ լինենք։ Սա նաև խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շատ ուշադիր է հետևում այն ամենին, ինչ տեղի ունենում հայ-հնդկական հարաբերություններում եւ իրենց առավելությունը փորձում է օգտագործել այստեղ ոչ թե ջղայնացնելու Հնդկաստանին, այլ ընդհակառակը։ Օրինակ, նրանք ունեն ուղիղ չվերթ Հնդկաստանի հետ։ Արդեն վերջերս հայտարարեցին, որ երրորդ ուղիղ չվերթն են բացելու, երրորդ, այսինքն մենք նույնիսկ մեկ ուղիղ չվերթ չունենք։ Իսկ ուղիղ չվերթը շատ մեծ կապ ունի եւ տուրիստական հոսքերի հետ, որը շատ ավելին է իդեպ Հնդկաստանի տուրիստները շատ ավելի մեծ քանակով են գնում Ադրբեջան, քան Հայաստան, եւ ավելի մեծ քանակով են գնում նույն Վրաստանը, քան Հայաստան են գալիս, նույն ուղիղ չվերթի պատճառով, շնորհիվ։ Եվ բիզնես կապերը, առևտուրը, այդ ամեն ինչը շատ փոխկապակցված է։ Մամուլում տեղեկություններ կային, որ Թուրքիայի կողմից Պակիստանին տրամադրվել է ռազմական օգնություն, մասնավորապես C-130 ինքնաթիռների մասին էր խոսվում, այսինքն սա հասկանանք այն ձեր ասած այն խոսքի տրամաբանության մեջ, որ իրենք կողմ են այս հակամարտության մեջ Պակիստանի կողմն են եւ իրեն շահավորն է, հա, ամենակարևորը, իրեն շահավորն է, որ պաշտպանում են Պակիստանին։ Թուրքիա եւ Պակիստանի հարաբերությունները միշտ են եղել դրական եւ միշտ են եղել զարգացող։ Հատկապես երբ Էրդողանը դարձավ վարչապետ Թուրքիայում, դրանից հետո շատ ավելի մեծ թափով սկսեցին զարգանալ այս երեք երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները Թուրքիայի եւ Պակիստանի։ Իրենք ունեն բազմաթիվ ռազմավարական համագործակցության ուղղված փաստաթղթեր եւ ռազմական համագործակցությունը ամենակարևորն է այս բազմաշերտ հարաբերությունների մեջ։ Երեք երկիրն էլ մուսուլման երկրներ են եւ Թուրքիայի համար կարևոր է ունենալ իր ազդեցությունը, ինչպես գիտենք, Թուրքիայի այդ ազդեցությունը ընդլայնելու քաղաքականությունը բավականին ակտիվ է վարվում ներկայումս եւ Պակիստանը այն երկրներից մեկն է, որտեղ Թուրքիան կուզենա ունենա ավելի շատ ազդեցություն եւ արդեն իսկ ունի ոչ միայն ռազմական, այլև նույն փափուկ ուժի տեսանկյունից բավականին ազդեցություն ունի արդեն Պակիստանում եւ վերջերս նույնիսկ խոսում էին այն մասին, որ համատեղ ռազմական արտադրության մասին են խոսում, ինչը շատ ավելի բարձր համագործակցության մակարդակի մասին է խոսում եւ հետաքրքիր էր Թուրքիայի արձագանքը իդեպ բոլոր հնդկական մամուլները գրում էին այն մասին, որ այո, հենց այս օրերին Թուրքիան տրամադրում է Պակիստանին այս ռազմատեխնիկան, նշել, որ C-130 ինքնաթիռը, որի մասին շատ խոսեցին նաև հնդկական մամուլում, Թուրքիան ասաց, որ այս ինքնաթիռը
ուղղակի որևէ տեխնիկական պատճառներով է գնացել Պակիստան, այլ ոչ թե ռազմական տեխնիկա փոխադրելու եւ ոչ թե Պակիստանին հենց այս պայթյունավտանգ իրավիճակում օգնություն տրամադրելու համար։ Նրանք դա հերքեցին եւ ասացին, որ Թուրքիան հանդես է գալիս Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բարեդրացիական հարաբերությունների եւ այս կոնֆլիկտի լուծման տեսանկյունից, սակայն մենք գիտենք, որ սա արտաքին դիվանագիտական հայտարարություններ են, բայց իրականում Թուրքիան եթե այս կոնֆլիկտը ավելի սրվի եւ ավելի էսկալացիա լինի, ստիպված է լինելու աջակցել Պակիստանին, որովհետեւ նրանք բավականին լուրջ կապերով են կապված եւ իրենց շահերից նույնպես բխում է դա։ Եվ Տիկին Չալիկյան, վերջում ես ուզում եմ հարցնել Իրանում տեղի ունեցած պայթյունից, ամենամեծ նավահանգստում Բանդար Աբասում ապրիլի 26-ին պայթյուն տեղի ունեցավ, նախնական հաշվարկով 40 մարդ է զոհվել, դեռ իհարկե պաշտոնական վարկած չկա, ամեն դեպքում շշուկները այն փաստի շուրջ են պտտվում, որ անփութության հետևանք է եւ այլն։ Իրանի այս պայթյունը կարող է ինչ-որ կապ ունենալ Հնդկաստան-Պակիստան այս ծրված հարաբերությունների հետ։ Ինչպես նշեցիք, այս պայթյունը տեղի ունեցել Բանդար Աբաս քաղաքի մերձակայքում է տեղի ունեցել եւ ընթերցելով իրանական պաշտոնական հայտարարությունները, իրենք ասում են, որ սա պարզապես անփութության եւ այնտեղ որևէ սխալ տեխնիկական սխալի պատճառով է, հետևանքով է եղել։ Սա պայթյունավտանգ նյութերի փոխանցում էր Չինաստանից դեպի Իրան, այս նավահանգստով, որը բավականին խոշոր եւ ամենակարևոր նավահանգստներից է Իրանում, սակայն որևէ կապ այստեղ ես չեմ կարծում, որ կա Հնդկաստանի դեպքերի հետ, սա պարզապես լոկալ միջադեպ է, որը Իրանում պատրաստվում են հետաքննել եւ հետազոտել, իհարկե, թե իրական պատճառները որոնք են, եւ մինչեւ չունենան այս հետազոտության արձագանքը կամ արդյունքները, շատ դժվար կլինի ասել, թե արդյոք սա միամտության եւ անփութության արդյունք է եղել, թե ինչ որ ավելի կազմակերպված մի բան, այնպես որ ես չեմ կարծում, որ այստեղ կա որևէ կապ Հնդկաստանի հետ։ Իհարկե հիմա ներկայումս հետևում ենք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-Իրան հարաբերությունները այս բանակցությունների շրջանակներում ինչպես կարող են զարգանալ, սա է կարևոր մեզ համար։ Վերջին տվյալներով Իրանը ասել է, որ պատրաստ կլինի որոշ չափով նվազեցնել իր միջուկային ծրագիրը եւ դրա զարգացումը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները թեթևացնեն կամ որևէ չափով մեղմացնեն սանկցիաները, պատժամիջոցները Իրանի վրա, բայց նաեւ հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը կասեցման ենթակա չէ, այնպես որ բանակցությունները բավականին դժվար են եւ նաեւ Իրանի ներկայությունը մեր տարածաշրջանում եւ բազմիցս այն հայտարարությունները, որը Իրանը արել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ, սրանք շատ կարեւոր են եւ նա միշտ մնում է այս գծի վրա։